Շնորհակալություն։ Հայերեն թարգմանության մասով, պարոն Մինասյան, գիտեք, որ Արդարադատության նախարարությունն է այն լիազոր մարմինը, ով հայերեն թարգմանությունները անում է եւ հաստատում է, երբ խոսքը գնում է միջազգային համաձայնագրերի մասին։ Հայաստանի Հանրապետությունը այս պահին էլ արձագանքելով պարոն Մանուկյանին խաղաղապահ առաքելություններին մասնակցում է, ինչպես Կոսովոյում, այնպես էլ Լիբանանում, եւ սա մեր միջազգային հանձնառությունն է, որը մենք իրականացնում ենք եւ շարունակելու ենք իրականացնել։ Ես իմ խոսքում նշեցի, որ մենք այս պահին առավելապես քննարկում ենք քաղաքացիական առաքելություններին մասնակցությունը, բայց իմ մոտ այն տպավորությունն է, որ ձեր հարցերը ընդհանրապես փորձում են ռուսալեզու լրատվականների վերնագրեր ապահովել։ Ասացիք, որ ենթատեքստ չփնտրենք, ինչ դժվար է այդ գայթակղության դիմանալ։ Իսկ ինչ վերաբերում է նրան, որ պրոցեդուրալ Եվրամիությունը կարող է առաջարկել եւ Հայաստանի Հանրապետությունը կարող է հաստատել կամ մերժել այս կամ այն առաքելության մասնակցությունը եւ դուք մտահոգություններ ունեք այդ մասին, որ Հայաստանը չի մերժի։ Ինձ թվում է դուք շատ սխալ տպավորություն ունեք ոչ միայն Հայաստանի Հանրապետություն Եվրամիության, այլ առհասարակ Հայաստանի Հանրապետության եւ մեր միջազգային գործընկերների հետ հարաբերությունների մասին, որտեղ մենք առաջնորդվում ենք միայն մեր ազգային շահերով։ Եվ վերջում, եթե կարելի է, շատ ուզում եմ հիշել, թե վերջին շրջանում կա արդյոք մի նախաձեռնություն, որը ուղղված է Հայաստանի Հանրապետության եւ Եվրամիության միջև գործընկերության խորացմանը, որին դուք կողմ արտահայտված լինենք եւ դժվար է հիշել նման նախաձեռնություն, գիտեք։ Եթե դեմ եք այդ հարաբերությունների խորացմանը, ավելի անկեղծ կլինի ուղիղ տեքստով հայտարարել, որ դեմ եք որևէ կերպ Հայաստանի Հանրապետության եւ Եվրամիության միջև հարաբերությունների խորացմանը։ Շնորհակալ եմ։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։